Հարցի համար ես խոսնակ ես բանի չունեմ, դուք խնդրում եմ ձեր բարձրացրեք, ես կտամ։ Հարգելի գործընկերներ, կես ժամ ունենք, որտեղ միակ նիստ վարողը ես եմ եւ պետք է նիստ վարեմ։ Խնդրեմ պարոն Կիրակոսյան։ Պարոն Օգնյան, դուք նշում եք, որ եթե ընդդիմությունը գաղափարով տեսնեն այստեղ հանդիպելու, Նարեկ Կարապետյանի հետ կապված ինչ-որ դաստիարակչական աշխատանքների մասին եք խոսում, բայց նիստը սկսվեց դուք ձեր դիրքավորումը փոխեցիք, ես հետքային ինչով եք պայմանավորված, կառուցողական աշխատելու առաջարկել։ Ոչ մի հետքայլ չկա, ես ինչ ասել եմ տեղի են ունենում եւ եթե նկատել եք, նիստերը անցնում են շատ քաղաքակիրթ, չափված ձևված, բարեկիրթ, մեծամասամբ եւ հետեւաբար իմ գլխավոր նպատակը, որ ես դրել եմ իմ առջև, առնվազն այս պայմանությամբ կատարված։ Ես ինչ ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը, որ ընդդիմադիրներին արդեն ասում եք։ Բայց ես ձեզ երբևէ ասել եմ, որ կան կոպտելու եմ իրանց, ես դες բան ասել եմ։ Պարոն Կիրակոսյան, մարդկանց քո ուզած դաշտ, իսկ իմ ուզած դաշտը լավ դաշտ է, բարեկրթության դաշտն է, բերելու տարբեր ձևեր կան եւ ամենևին միայն կոշտ եւ կոպիտ մեթոդներով այդ ձևերը չեն սահմանափակվում։ Շնորհակալություն, Ռոզաննա, համեցեք։ Պարոն նախ մի հստակեցում, դուք ասել եք ստորգան դաստիարակել, հասկանալ է դաստիարակության բարեկրթությունն է դեր ասած, սա հստակեցել, եւ հիմնական հարցը շատ քննարկվեց դահլիճում ձեր տեխնիկական քննարկման ժամանակ, տարբեր պաշտոնյաների աշխատանքի ձեր հարազատների աշխատանքի հետ կապված ընդունել են, ձեր հովանավորությունը եղել է թե չէ, գիտեք նաեւ ձեր կինն է ազգային ժողովում աշխատելու, շարունակելի է աշխատել ազգային ժողովում, թե կարող է։ Շնորհակալություն։ Առաջին մասով կրկնում եմ, իմ նպատակը եղել է եւ շարունակում է մնալ հետեւյալը, որ ազգային ժողովի նիստերի դահլիճում առնվազն տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ։ Ես կարծում եմ, որ թու այս երկու օրերը վատ չի անում եւ իմ գոհունակությունն եմ հայտնում այդ առումով։ Ես ինչպես իմ ելույթում եմ նշել, ես ընդդիմությանը առաջարկել եմ այս տրամաբանությամբ, բայց նաեւ ասել եմ, եթե ընդդիմությունը դրի այլ տրամաբանություն, մենք առավել քան պատրաստ ենք նաեւ այլ տրամաբանության եւ ես ուրախ եմ, որ դրա կարիքը միջից պահ չի եղել։ Իմ կինը ազգային ժողովում աշխատել է ինձնից առաջ, այսինքն երբ որ ես դեռ այստեղ չէի, ինքը այստեղ աշխատում էր, հիմա դեկրետի մեջ չէ իմ կինը եւ ամենայն հավանականությամբ դեկրետից հետո չի վերադառնա այլևս ազգային ժողով։ Շնորհակալություն։ Համեցեք։ Առաջին հարցը վերաբերում է ողջերիներին եւ պահանջներին։ Հիմա որպես խորհրդարանի նախագահ չէ պատրաստվում ամերիկա որոշակի քայլեր, որ պատրաստվում է իրականացնել այդ ուղղությամբ եւ հայ թուրքական բանակցությունների հետ կապված որպես հատուկ բանակնյաց։ Ինչ փուլում եք թողել այդ բանակցությունները, այդ տարիների ընթացքում ինչ ձեռքբերում ունեցավ բանակցությունների ընթացքում եւ ում եք համարում ձեզ արժանի փոխարինող, որ կարող է այդ բանակցությունները շարունակել ձեր թողարկելիս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ 3 հանգամանալից համ ելույթի մեջ եմ խոսել, հարցերին ի պատասխան եմ խոսել, կարող եք ուղղակի հետ տալ նայել, այդ հարցի պատասխանը կա։ Ինձ թե ով պիտի փոխարինի, չգիտեմ, չեմ մտածել, եթե կառավարությունը իմ խորհրդի կարիք ունենա կքննարկենք, բայց այդ հարցը կառավարության տիրույթում է։ Գերիների եւ այլ պահող անձանց վերաբերյալ գիտեք, որ այդ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է, այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք եւ այդ աշխատանքը երբեք չի դադարում։ Դուք գիտեք կամ եթե ուզում եք նկատում եք իհարկե կամ նկատել եք, որ եղել են ամիսներ, երբ որ որևէ շարժ չի եղել, էլի քննարկումներ եղել են նրա մասին, դե որ կառավարությունը բան չի անում, բայց հանկարծ մեկ էլ մի օր վերադարձել են հերթական գերիներ։ Եվ մենք ամեն ինչ անել ենք, որ դա հնարավորինս արագ տեղի ունենա եւ բնականաբար մենք էլ խորհրդարանական մակարդակում ինչպես աշխատել ենք այդ ուղղությամբ, այնպես էլ կաշխատենք։ Շնորհակալություն, Շորի։ Պարոն Բինյան, ես ուզում եմ հարցնել
Խորհրդարանում բարեկիրթ բանավեճ, այսօր բանավեճ ձևակերպում ունենալու ձեր մտադրությունը, այս նախաձեռնությունը, որը դուք հանդես եք գալիս Երևանից, դա անձնապես ձեր մոտեցումն է, թե դուք դա քննարկել եք նաև վարչությունում, վարչության նախագահի հետ, որ փորձեք այս խորհրդարանը դարձնել ավելի նախորդից առնվազն տարբերվող այդ միջավայրի եւ խոսույթի առումով, սա ձեր որոշումն է, թե ընդհանուր քաղաքական թիմի վարչության որոշումն է, եւ ուզում էի նաև իմանալ նախորդ խորհրդարանում հաճախ խորհրդարանը հայտնվում է նաև քննադատությունների թիրախում այդ պարգևավճարների ֆոնդի հետ կապված, այս հարցում ինչ-որ մոտեցման փոփոխություն լինելու է, թե դուք շարունակելու եք այն դրամաբանությամբ, որը գործել է նախկինում, այսինքն ինչ-որ տոնորեր, առիթներ, ես չգիտեմ այդ բաները, որ քույրերում էր արվում, պարգևավճարների տրամադրումը, շարունակելու եք նախկին ոճը, թե ինչ-որ բան այդ հարցում փոխելու եք։ Շնորհակալություն, բարեկրթության վերաբերյալ մոտեցման առումով որոշումը իմն է, վարչությանը եւ խմբակցությանը, այսինքն ես միայնակ չէի կարող խմբակցության անունից խոստանալ, որ մենք կլինենք բարեկիրթ, եթե դա չլիներ խմբակցության որոշումը։ Պարգևավճարների առումով դուք գիտեք, որ կա ներդրված համակարգ կառավարության կողմից ներդրված, որը հիմնված է կատարողականի գնահատման վրա եւ ազգային ժողովը դրա մասը։ Սա է շարունակվելու։ Այսինքն այս առումով փոփոխություններ չեն լինելու վերջին ամիսների համեմատ։ Եվ անկասացել եթե կարելի է որոշում ունեք արդեն ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նշանակման կապված, որովհետև այդ մասին համաձայնություններ կային, եթե կան։ Այո, ես արդեն ստորագրել եմ համապատասխան կարգադրությունը եւ Դավիթ Համբարյանը կնշանակվի ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, Դավիթ Համբարյանը նախկինում եղել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար, եղել է ներքին գործերի, եղել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, եղել է ներքին գործերի նախարարի տեղակալ։ Համեցեք։ Կամ ներողություն, պարոն Մակարյանը խոստակ։ Բայց լավ, ձեզնից եք համեցեք։ Պարոն Ռուբինյան, դուք այս հարում աչքի կընկեք կոշտ պետրավարությամբ եւ դա մի անգամ չէ, որ փաստորեն լրագրողների հետ հանդիպումներում եւ հենց ամբյոնից հիմա փաստորեն փոխում է ձեր իմիջը, դուք կկարողանաք ամբողջ ազգային նոր գումարման ընթացքում պահել այդ իմիջը, օգտշատով պահել եւ ավելի հավասարակշռված խոսնակի օրինակ ցույց տալ։ Շնորհակալ եմ, գիտեք, իմիջը սուբյեկտիվ եւ խաբուսիկ բան է, որովհետեւ մեկի համար մեկը գնահատվում է որպես կոշտ, մյուսի համար ոչ կոշտ։ Տեսեք, դուք ասում եք, որ ես աչքի եմ ընկել կոշտ ռետորաբանությամբ, բայց ես ձեզ կասեմ, որ ես համաձայն չեմ, ես կասեի, որ ես աչքի եմ ընկել շատ բարեկիրթ ռետորաբանությամբ։ Այսօր ճաշակի հարց է, դա կամ մոտեցման հարց է, ես կարծում եմ, որ քաղաքական գործիչները կարող են կոշտ ռետորաբանություն կիրառել, սուր ռետորաբանություն, բայց կարևորն այն է, որ այդ ռետորաբանությունը չհատի զրպարտության, զազրախոսության եւ անբարեկրթության կամ պարզ անդաստիարակության սահմանները եւ բնականաբար ես մնալու եմ այդ սահմանների մեջ, մենք մնալու ենք այդ սահմանների մեջ եւ ակնկալում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերները եւ ինչու ոչ, նաեւ մեր սիրելի եւ հարգելի լրագրողները կմնան այդ սահմանների մեջ։ Շնորհակալություն, պարոն Մակարյան, համեցեք։ Համաձայն եմ։ Չգիտեմ կփոխենք թե չէ, բայց շոքա համաձայն եմ։ Կքննարկենք։ Չգիտեմ, այս բանը չունեմ որոշում, նույնիսկ չունեմ որոշում խոսնակ կլինի թե չի։ Հիմա հարցս պարոն Ռուբինյան, ներելի ձեր առաջարկին է վերաբերում ընդդիմության հետ աշխատելու, հետաքրքիր է դուք որ առաջարկում եք սկսել զրոյական կետից, այսինքն դա նշանակում է, որ դուք առաջարկում եք ընդդիմությանը մոռանալ պատերազմը, զոհերը, Արցախի հանձնումը, այն արհավիրքները, որ տեղի ունեցել ձեր իշխանության օրոք եւ ինչի մեջ մեղադրում էր ընդդիմությունը այս տարիներին ձեզ, այսինքն մոռանալ այդ խոսույթը, այդ քննադատությունները, այդ պայքարը, որ ձեր դեմ ծավալվում էր եւ սկսել նոր մանկուրեջից, հետեւաբար որն է լինել ընդդիմության գործունեությունները այս դեպքում եւ իրոք ակնկալում եք, որ պետք է մոռացվեն ամեն ինչ որ տեղի ունեցել ձեր իշխանության օրոք եւ ձեր պատասխանատվության ներքո։ Եվ երկրորդ հարցը Մեսրոպ Մանուկյանը երեք հետաքրքիր ելույթ ունեցավ, բավականին մեծ ուսումնասիրություններ կատարել ձեր
Երբ որ այդ կապած դրվագներով, որ Ամիաբանկի խորհրդի նախագահի տեղակալ է, կապացկացն պետական մասնավարժիներ եւ այլն չթվարկեն, սրանք խնդրեմ անդրադառնանք ու նաեւ այն, որ ձեր անելուժը դուք նշանակել եք արտաքին կապեր վարչության հետ, այս արդեն նախորդից էր նշանակված, չէ՞։ Ավարտեք հարցը։ Ավարտեք հարցը։ Ձեր անելը չի եղել։ Ավարտեք այս նոր դատապարտած եղել Թուրքիայի հետ կապված ինչ-որ կաշառքի գործողացման Շնորհակալություն երկրորդ մասով պարոն Մակայան, ուրախ եմ որ վերադարձեք ազգային ժողով, բայց խնդրում եմ հարցեր տալուց առաջ գոնե ուսումնասիրեք եւ դժվար չէ ճշտել բաներ, որոնք ակնհայտ, այսինքն հասանելի են հանրային կերպով։ Իմ աներոջը ես երբևիցե ազգային ժողովում չեմ նշանակել։ Ասեմ ավելին, իմ աները, երբ որ աշխատում էր ազգային ժողովում, իմ աները չէր։ Իսկ երբ որ դարձավ իմ աները, այդ ժամանակ արդեն չէր աշխատում ազգային ժողովում։ Հետևաբար հարցի պատասխանը համարենք սպառողներ, չէ, մի բան։ Ինչ վերաբերում է Մեսրոպ Մանուկյանի ելույթին, անդրադարձել եմ այդ թեմային։ Իմ եղբայրը 2017 թվականի դրությամբ աշխատել է մեկ բանկում որպես գործառնական տնօրեն, այսինքն դա շատ բարձր պաշտոն եւ վարչության անդամ։ Հետո 2025 թվականին տեղափոխվել է մեկ այլ բանկ աշխատելու որպես մանրածախ բիզնեսի տնօրեն եւ վարչության փոխնախագահ։ Եվ այստեղ որն է ռիսկը ես դժվարանում եմ պատկերացնել եւ կրկնում եմ, եթե փաստարկենա որ իմ եղբայրը 20%-25% պետական մասնակցությամբ առևտրային բանկում աշխատում, Մեսրոպ Մանուկյանի կինն էլ 100% պետական մասնակցությամբ ազգային ժողովում աշխատում։ Եվ ինչ վերաբերում է բարեկրթության իմ առաջարկին եւ մոռանալու, ես չեմ առաջարկում մոռանալ ոչինչ, ես ընդհանրապես առաջարկում եմ երկու բան. Ընդունել ժողովրդի որոշում կայացնելու իրավունքը եւ ժողովրդի որոշումը, որը կարող է մարդկանց դուր գալ կամ չգալ, բայց ընդունել այն եւ բ առաջինից բխող հարգանք ժողովրդի ընտրության հանդեպ, հարգանք ժողովրդի падգամավորների հանդեպ եւ պարզ մարդկային բարեկրթություն եւ դաստիարակություն։ Այսքանը ես ոչինչ ընդդեմ դուք ոնց որ օգտագործեցիք միասին աշխատել տերմինը, ես մանրամասներ եմ, ես չեմ առաջարկում իրանց դառնալ մեկ թիմ, աշխատել նույն ուղղությամբ։ Ես առաջարկում անել մեր գործը, մենք ընտրվել ենք ամեն մեկս падգամավոր լինելու համար, դա նշանակում է մասնակցել լիստերի, զբաղվել օրինաստեղծ աշխատանքով, մասնակցել հանձնաժողովների նիստերին, ես առաջարկում եմ դա անել, ոչ ավել, ոչ պակաս։ Շնորհակալություն։ Չէ, բայց արդեն համեցեք։ Եթե կարելի երկրորդ հարց։ Պարոն Մակայան, Մատի ճշգրտան ձեր ասացեք։ Պարոն Մակայան, խնդրում եմ, հաջորդի հնարավորություններ կունենաք, համեցեք։ Այո, պարոն Ռուբինյան, մի քանի օրից ազգային ժողովը էթիկայի հանձնաժողովը ձևավորելու հետաքրքրում է հանձնաժողովի կազմը ինչպիսին է լինելու, իշխանությունը ղեկավարելու, ընդդիմությունից անդամներ, թե հակառակ ձևով դրա արդյունավետությունը ինչպես է գնահատվում, որովհետև անցած գումարմանը ինչ-որ միջադեպեր եղան, որոնք էթիկայի հանձնաժողովի բացակայության պատճառով ինչ-որ ձևով չքննվեց եւ այլն։ Էթիկայի հանձնաժողովը ինչ արդյունք է տանում։ Շնորհակալություն։ Իրապես էթիկայի հանձնաժողով կստեղծվի, դա արդյունք է նրա, որ նախորդ գումարման ազգային ժողովի վերջին նիստում մենք համապատասխան փոփոխություն կատարեցինք կանոնակարգ օրենքում ազգային ժողովի։ Էթիկայի հանձնաժողովը ըստ արդեն փոփոխված կանոնակարգ օրենքի պետք է բաղկացած լինի հավասար թվով падգամավորներից մեծամասնությունից եւ ընդդիմությունից։ Առաջին նախագահ հանձնաժողովի կլինի որը ժամանակավոր հանձնաժողով է լինելու 2 տարով, բայց հետո կթարմացվի բնականաբար։ Առաջին նախագահը կլինի մեծամասնությունից, հետո 6 ամիս հետո իսկ տեղակալը ընդդիմությունից, հետո 6 ամիս հետո կփոխվեն եւ այսպես շարունակ։ Եվ արդեն երբ որ ստեղծենք դրանից հետո խմբակցությունները իրենց անդամներին կներկայացնեն, ես կարծում եմ սա լավ փոփոխություն է, որտեղ նախկինում անդադ ասում էին ինչ-որ X հարցով էլի, ասում են ստեղծեք հանձնաժողով, ստեղծեք հանձնաժողով, հիմա կա այդ հանձնաժողով, եթե հարցեր լինեն, այդ հարցերը կքննարկվեն հանձնաժողովում, միանգամից ասեմ, կարող է այդ հարցը ծագել, էլի, բա որ մեկի հարցով դիմեն էթիկայի հանձնաժողովն էլ որոշի, որ էթիկայի խախտում ա եղել, ինչ ա լինելու, սանկցիա որպես այդպեսին չի կարող լինել, բայց ինքնին են փաստը, որ падգամավորները իմանան, որ կա էթիկայի հանձնաժողով, եւ եթե իրենք էթիկայի կանոնները խախտեն, համապատասխան դիմում կլինի, ինձ թվում է արդեն իսկ դա հանրային ճնշում է ակնկալվող, լրագրողների ակնկալվող հետաքրքրությունը կարող է զսպող գործոն լինել եւ
օգնել մեզ իմ առաջարկած բարեկրթության օրակարգի հարցում, համեցեք։ Մի հարց եմ տամ ճշտորն է, Բայց ախր խոսնակի հետ կապ։ Արդեն պատասխանել եմ հարցին։ Միշայեցմեն Սամյակիվինյուս, պարոն Ռուբինյան, ձեր քաղաքական թիմը անընդհատ խոսում է Ադրբեջանի հետ կառուցման պայմանագիր կնքելու մասին։ Այդ ամենի ֆոնին այսօր Ուժեղ Հայաստան դաշինքի ղեկավարը Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ մոտակայքում պլանավորում են հակասահմանության օրինագիծ ներկայացնել ազգային ժողովում, որով ցանկանում են սահմանափակել Ադրբեջանի քաղաքացիների մուտքի ժամանակ կախվածը, նշում են, որ 10 օրից ավել չպետք է ադրբեջանցին գտնվի Հայաստանում եւ չկարողանա գույք գնել։ Այդ ամենի վերաբերյալ ձեր կարծիքը ո՞րն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես կոնկրետ նախագծերի մասին չեմ ուզում կարծիք հայտնել, մանավանդ երբ որ այդ նախագծերը շրջանառված չեն, կներկայացնենք հասկանանք։ Բայց կողմ եք այս ամենի ֆոնին։ Դուք չլսեցիք իմ պատասխանը։ Լսեցի։ Դե շնորհակալություն։ Համեց։ Պարոն Քարզաշարի ամբողջ ընթացքում դիմադիրները հատկապես Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները մարդկանց մատեցնում էին 300,000 ադրբեջանցիներով, հիմա սահման անցում կատարեցին Թուրքիային, ըստ ձեզ նպատակը ո՞րն է, որակարգի բացատրություն ունի։ Չգիտեմ նպատակը որն է, բայց ես կարծում եմ, որ այդ արդեն հասկանում եք, ես շատ բառեր են արժեզրկվել։ Ինչ բառ ասես կա, արժեզրկվեց այս վերջին 6 տարվա ընթացքում։ Ժամանակն է հրաժարվել կլիշեներից, դոգմատիկ բառերից։ Հիմա դուք տեսաք, որ դիմադիր գործընկերներից մեկը ինձ հարցնում էր թուրք տեսել եք թե ոչ, պարզվեց ինքը ադրբեջանցի է տեսել, շփվել է հետը եւ ես կրկնում եմ, այստեղից եմ կրկնում, ոչ մի վատ բան չի արել, թող ինքը չարդարանա, ձեզ էլ եմ հորդորում մեղադրական հարցեր չտալ այդ երիտասարդ падգամավորին, բայց սա ցույց է, որ fake թեմաներ են, ինչ որ փուչիկներ են դրանք, որ հա օգտագործվում են երևի միմյանց կերպարը վնասելու համար կամ հարձակում են միմյանց կերպարի վրա, բայց հենց դա է բերում նրան, որ բովանդակությունը կորում է, դրա փոխարեն շատ ավելի ճիշտ կլինի քննարկել բովանդակությունը, թեկուզ պոշտ կերպով, թեկուզ սուր կերպով, բայց ճիշտ կլինի քննարկել բովանդակությունը։ Համեցեք։ Իդեպ Արմատ մեդիայի ներկայացուցիչ, եթե ուզում է հարց տա, ես դեմ չեմ կարող տալ։ Համեցեք։ Պարոն Ռուբինյան, ընդհանուր առմամբ ինչպես եք կարծում, հա, անդիմադիրները առհասարակ համագործակցության ինչ-որ պատրաստ են, որքանով են պատրաստ, ինչպես հնարավորություն է համագործակցությունը, հատկապես այն որոշումների կայացման հարցում, որոնք վերաբերելու են ընդհանրապես Հայաստանի Հանրապետությանը։ Չգիտեմ, կապրենք, կտեսնենք, ըստ աշխատանքի դա կերևի։ Շնորհակալություն։ Համեցեք։ Հա, հերթով իրականում։ Չէ։ Հետո դուք։ Եվ հարցս Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար պարոն Նարեկ Կարապետյանը գիտեք, որ հայտարարել է, որ հրաժարվելու է աշխատավարձից եւ պարգևավճարից, բայց նրա ղեկավար այս խմբակցության անդամները կստանան աշխատավարձ, կհրաժարվեն պարգևավճարներից։ Նախ ձեր վերաբերմունքը պարոն Կարապետյանի եւ նրա խմբակցության այս որոշմանը, ընդունում եմ նաեւ բարձրորեն պարոն Ռուբինյան կա ազգային ժողովում այդպիսի պրակտիկա աշխատավարձերի վճարման հետ կապված, որ ինչ որ մեկը աշխատում է անվարձահատույց, չի ստանում աշխատավարձ եւ նաեւ պարգևավճարներից հրաժարման մեխանիզմ, ինչպես է գործում։ Շնորհակալ եմ, չկա նման մեխանիզմ եւ պարոն Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից, այլ բան, որ ինքը կարող է ստանալ աշխատավարձը եւ չգիտեմ, տալ ինչ որ մեկի, դա իր գործն է արդեն, նույնը վերաբերվում է պարգևավճարներին, բայց աշխատավարձը ինքը պիտի ստանա եւ կստանա։ Մնացածը իրենց գործն է, ես կարող եմ ասել, որ մենք մեր խմբակցության падգամավորներս չունենք եկամուտի այլ աղբյուր, համենայն դեպս ունենք, ես չունեմ եկամուտի այլ աղբյուր, քան աշխատավարձն է եւ ցավոք չեմ կարող հրաժարվել աշխատավարձից։ Բայց չգիտեմ, եթե հարուստ լինեի, կարող է եւ կարողանայի, չգիտեմ, բայց ես ամեն դեպքում կարծում եմ, որ սա այսինքն եւս մեկ ցուցիչ է, որ խնդիրները առաջացնում են, երբ որ բիզնեսն ու քաղաքականությունը հատվում են, բայց ամեն դեպքում պարոն Կարապետյանի իրավունքն է, իր որոշելիքն է, բայց խնդրում եմ առանց արձագանքի, որ հասցնենք ժողովուրդ համեցին։ Պարոն Ռուբինյան, ինձ հետաքրքիր է ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Աղաքելյանի հնչյունը դա լուսանկարիչ
գնացիք, Շուշիանի Սիմոնյանը այդքան Շիքմաքսի գնահատեք եւ որպես հավելում հակագործության կոմիտեն ուսումնասիրում է իր կողմից գործարքները, գնումները, հավելելով ազգի կորուպցիոների եկտորը մեդալայտել վերցնել։ Պարոն Առաքելյանը միայն Ալեն Սիմոնյանի թիմակիցը չէ, նաև իմ թիմակիցն է։ Պարոն Առաքելյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։ Ես պարոն Առաքելյանին պատվո մեդալով եմ պարգևատրել վերջին տարիներին իր շատ լավ աշխատանքի համար, ոչ պարոն Սիմոնյանը ինձ նման խնդրանքով չի դիմել։ Ձեր մյուս հարցի մյուս մասով ես որևէ տեղեկություն չունեմ, չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց չեմ կարծում, որ հնարավոր է այն ինչ նկարագրում։ Շնորհակալություն։ Եվ երևի 24 մյուս, չէ՞։ Բայց արդեն տվեց ձեր գործընկերը հարց։ Շնորհակալություն եւ Պարոն Օգնյան, ձեր թիմակիցների մասով մասնավորապես Հայկ Կոնջորյանի եղբոր Աբետ Կոնջորյանի, չնայած որ պարոն Կոնջորյանը քիչ առաջ նիստերի դահլիճում ներսծեց կամ վստահեց, որ հիմա այն անելիքին կնոջը կամ եղբորը, բայց կարծում եմ բարձրաստիճան պաշտոնյան ով հավակնում է լինել ազգային ժողովի կողմից, իրեն այդ հարցերը պետք է, բայց քանի որ ոչ մի կերպ լրագրողների հետ չի կոմունիկացվում եւ չի ուզում պատասխանել, նաեւ ստիպված եք ձեզ այդ հարցերը հղել, բացի այն, որ օրինակ Աբետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դրվագը եւ ոչ միայն նրան ծեծի ենթարկելու դրվագը կողմից թույլ տրված խուլիգանական արարքները, օրինակ անչափահաս աղջկա ներկայությամբ հարոյել օրը կամ կնոջ ներկայությամբ դուք դատապարտում եք այդ արարքները եւ բացի իրավական գնահատականից դրանք արդյոք չպետք է ստանան նաեւ քաղաքական գնահատականներ։ Շնորհակալ եմ, Ժորժ ջան, խնդիրն է, որ ոչ ես, ոչ դուք նախ երևի կհամաձայնենք, որ տեղի ունեցածը դատապարտելի բան է եւ, չգիտեմ, հայոյանքը եւ ծեծը եւ բռնությունը, ամեն ինչ, մարդ չկա երևի, որ չասի դա։ Հաջորդը կհամաձայնենք, որ տեղի ունեցածը ինչ-որ քաղաքական դրսևորում չէ, ըստ էության միջանձնային ինչ-որ թեմա է։ Հաջորդը ոչ ես, ոչ դուք չգիտենք եղելություն, ով ինչ է ասել, դրանից առաջ ինչ են ասել, դրանից հետո ինչ է եղել։ Դա ես դժվարանում եմ մեկնաբանել մի բան, նկատի եմ ընդհանուր առմամբ հեշտ է մեկնաբանում եմ, դատապարտում եմ ցանկացած հայոյանք եւ բռնություն։ Բայց մանրամասնության մեջ դժվարանում եմ մեկնաբանել, որտեղ ես ամբողջ եղելություն չգիտեմ։ Ինչի ամբողջ եղելությունը չգիտեմ։ Կարող եք ասել, բայց գնայիք իմանայիք։ Որովհետեւ քաղաքական իրադարձության մասին չենք խոսում, միջանձնային իրադարձության մասին ենք խոսում, եւ որովհետեւ դա բովանդակային իմաստով։ Եվ իրավական իմաստով էլ քրեական գործ կա, թող իրավապահ մարմինները զբաղվեն, սա է։ Իսկ պարոն Կոնջորյանի մասով, ես համաձայն եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում, ընտանիքի անդամների հետ կապված հարցեր կարող են բարձրացվել, բայց ինչ որ սահման կա էլի ամեն դեպքում։ Պարոն Կոնջորյանը իր եղբայրը չի, ինքը այլ մարդ է, եղբայրը այլ մարդ է, եւ համաձայնեք, որ ցանկացած մեկնաբանությամբ պարոն Կոնջորյանը ինքը այս միջադեպի հետ որևէ կապ չունի։ Այսինքն ինքը չի մասնակցել այդ միջանձնային թեմային, ինքը կապ չի ունեցել այդ ինչ-որ ընկերության մասին, չէ՞ խոսքը ոնց որ դրա հետ եւ այսպես շարունակ։ Այսքանը սիրելի գործընկերներ, ցավոք ես չեմ կարող շարունակել, պետք է անցնեմ իսկ վայրում։ Շնորհակալ եմ, պետք է ասեմ, որ մեր շփումն էլ շատ բարեկիրթ անցավ, հույս ունեմ, որ այսպես էլ կշարունակվի։ Եթե դուք ամեն հարցից հետո չասեք, որ